Ողջույն, այսօր կծանոթանանք օրինակ ինչ է հնարավոր անել այս գործիքի օգնությամբ։ Օրինակ ունենք անձեռոցիկի արտադրամաս եւ ուզում ենք հասկանալ նա ինչ դասի կարգի է պատկանում ըստ նորմերի, որոնք որ պետք է բեռնենք։ Տվյալ գործընթացը իրականացվում է հետևյալ հերթականությամբ։ Մենք սա տեղադրում ենք հետևյալ բաժնում, այստեղ գրում ենք անձեռոցիկի արտադրամաս, հետևյալ հատվածում նշում ենք արտադրական շինություն, գծում ենք համապատասխան նորմերը, օրինակ արտադրական նշանակության շենքեր և շինությունները, նախագծային աշխատանքների նորմերը և նախագծային փաստաթղթերի կազմը, գծում ենք նաև հրդեհաշիժմանը վերաբերվող նորմը և հետևյալ հատվածում գծում ենք սա իրենից ներկայացնում է հետևյալը, գնում ենք հետևյալ տիրույթ, խորհրդատու հաշվարկներ և հարցեր, այստեղ գրում ենք այն ամենը ինչը որ սա է իրենից ներկայացնում և սեղմում ենք ահա արդյունքը, ուրեմն մասնագիտական խորհրդատվություն, անձեռոցիկի արտադրամասի դասակարգումը և նորմատիվ պահանջները, վերլուծություն և պատասխան, անձեռոցիկի արտադրամասը հանդիսանալու թղթի և վերամշակման և պատրաստի արտադրանքի թողարկման օբյեկտ դասակարգվում է ըստ սանիտարական վտանգավորության, հակարդային վտանգի և նախագծման բարդության աստիճանի հիմնվելով ներկայացված ՀՇՆ փաստաթղթերի վրա, արտադրամասը պատկանում է թղթե արդյունաբերության ոլորտին։ Ուրեմն, հիմնական կետերը, սանիտարական դասակարգում և պաշտպանական գոտի, նկարագրություն, թղթի վերամշակման և պատրաստի թղթե արտադրանքի անձեռոցիկի արտադրությունը դասվում է սանիտարական վտանգավորության 5-րդ դասին, սա նշանակում է, որ օբյեկտի համար սահմանվում են վազագույն սանիտարապաշտպանական գոտի, նորմ, ՀՇՆ, արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում, ուրեմն հետևյալը 34 էջ են գնում, 34 էջում 132-ը, նայում ենք, 132-ը, ինչը իրենից ներկայացնում, այստեղ ցույց է տալիս 132, սա այս ամենը այս բանին ես չեմ կարդա, մի փոքր դադար կտամ, որ դուք ստանրաժության կարդակ հասկանաք, ինչի մասին է խոսքը, ուրեմն 5-րդ կետը սա է, 5-րդ դաս, արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ 50 մետր, սահմանված հեռավորություն 50 մետր, սա ինչ է իրենից ներկայացնում, սրա միտքը նրանում է կայանում, որ օրինակ, կարճ ասած, եթե ձեռնարկությունը դասվում է 5-րդ դասի, ապա այն պետք է բնակելի տներից առնվազն 50 մետր հեռու լինի, որպեսզի դրա գործունեությունը, թեկուզ թեթև աղմուկը կամ հոտը չխանգարի մարդկանց առողջությանը և հանգստին։ Հիմա անցնենք երկրորդ կետին։ Նախագծման բարդության կատեգորիա։ Նկարագրություն, թեթև արդյունաբերության օբյեկտները, որոնք չեն ներառում քիմիական բարդ գործընթացներ, նախագծման տևողության և բարդության տեսանկյունից դասվում է 3-րդ կատեգորիային։ Նորմը հետևյալն է, նախագծային աշխատանքների տևողության նորմեր, աղյուսակ 25.6։ Ուրեմն 6-րդ կետ 6 էջ 34։ Գնում ենք հետևյալ 34 էջ, աղյուսակ 25, 6-րդ կետը, աղյուսակ 25-ը, 6-րդ կետը,
արտադրանքի և թափոնների երկրորդային վերամշակման արտադրամասեր, սննդի արդյունաբերության օբյեկտներ, օբյեկտի անվանում նկարագրություն, նախագծման տևողությունը ըստ փուլերի ամիս, նույն 3-ից 5 տոննա արտադրանք 1 հերթափոխում, այստեղ փուլերն են, երկփուլ, միափուլ, և կարգավիճակը 3-րդ կատեգորիայի է, անցնենք 3-րդ կետին, հակարդային վտանգավորության կատեգորիա նկարագրություն, քանի որ թուղթը և դրանից պատրաստված անձեռոցիկները հանդիսանում են դյուրավառ պինդ նյութեր, արտադրական և պահեստային տարածքներ դասակարգվում են ըստ հրդեհային վտանգավորության նորմ ՀՀՇՆ 2101-2024, Աուիսակ 27.3, կարգավիճակ կատեգորիա V, ուրեմն գնում ենք համապատասխան Աուիսակը, արտադրական և պահեստային շենքերի դասակարգումը V կատեգորիան, դյուրավառ այրվող և դժվար այրվող հեղուկներ, կոշտ այրվող և դժվար այրվող նյութեր, որոնք ընդունակ են այրվել միայն ջրի, օդի, թթվածնի կամ միայն միմյանց հետ փոխազդելիս, պայմանով որ շենքը չի պատկանում A կամ B կարգին։ Հետևաբար տեսնում ենք, որ V կատեգորիայի է պատկանում հրդեհավտանգավորության աստիճանը։ Լրացուցիչ տեխնիկական պարամետրեր։ Արտադրամասը նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ցուցանիշները. օդափոխության համակարգի հաշվարկային հզորությունը պետք է ապահովի թղթի փոշու հեռացումը աշխատանքային գոտուց, հակարդային ջրամատակարարման նվազագույն ծախսը ներքին հրդեհաշիժման համար պետք է լինի 2.5 լիտր վայրկյան, եզրակացություն և հաջորդ քայլեր, անձեռոցիկի արտադրամասը հանդիսանում է 5-րդ սանիտարական դասի 3-րդ նախագծային կատեգորիայի օբյեկտ, նախագծման փուլում հիմնական շեշտը պետք է դնել 50 մետր սանիտարական գոտու պահպանման և V կատեգորիայի հակահրդեհային միջոցառումների վրա, խորհուրդ է տրվում մանրամասն ուսումնասիրել ՀՀՇՆ 1201-2022 փաստաթղթի 34-րդ էջը նախագծման ժամկետների ճշգրիտ հաշվարկների համար։ Այսինքն մենք տվյալ հարցադրումը կատարելով կարողացանք պարզել և հասկանալ, թե անձեռոցիկի արտադրամասի դեպքում նա ինչ սանիտարական դասի է պատկանում, նախագծման բարդության կատեգորիան, հակահրդեհային վտանգավորության կատեգորիան, իսկ եթե մենք նաև ներբեռնենք այլ նորմեր ու հարցադրում կատարենք նաև այլ նորմերի վերաբերյալ, մենք կստանայինք նույնատիպ ձևաչափով պատասխաններ և մեր համար ավելի պարզ կլիներ, թե ինչ գործողություններ, գործառույթներ ունենք կատարելու, եթե որոշել ենք նախագծել անձեռոցիկի արտադրամաս։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք նույնատիպ այլ տարածքների մասով ուսումնասիրություններ կատարելու համար։ Ցտեսություն։